Չի թողնում մի բաներ մենք ասենք, անընդհատ հարցնում է, ինչ է, երբ, որտեղ, և շատ ու շատ նման հարցեր է տալիս։ Առանց հարցը մենք բարի երանգում գունդն ենք, մենք ենք շարժում մտցնում նախադասության մեջ։ Եկած հերոսներ հաղորդաշար։ Բարև ձեզ, այսօրվա մեր հյուրն է աշխարհի չեմպիոն սուպերօրդ հերոս փիլկարար Շավարժ Կարապետյանը։ Մարդիկ նրա սպորտային կյանքից այնքան չեն խոսում, որքան մարդասիրական արարքներից, որոնք Շավարժ Կարապետյանին դարձրին հերոս։ Այսպես 1974 թվականի Շավարժ Կարապետյանը փրկում է անցած տրոլեյբուսը ձորն ընկնելուց, որի մեջ քայլում էր գորկային պարոն Կարապետյանը։ Ամենամեծ սխրանքը նա կատարել է 1974 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի պատմությունը մինչև այսօր էլ սարսուռ է առաջացնում մարդկանց մոտ։ Պատմեք այդ դեպքի մասին, պարոն Կարապետյան։ Իհարկե, ինձ ու եղբայրներիս հայրս դեռ 3 տարեկանից ներքևում տեսանելիությունը զրահական էր, իսկ և առանց մեկ րոպե շփոթելու կրկին սուր զոհը պետք է 5 անգամ կորշի և նորից մտի ջուրը, բայց ես այդպես չէի անում։ Մի անգամ էլ սխալմամբ նստատեղ հանեցի ջուրի տակից։ Ես հասկացա, որ իմ սխալի պատճառով մի կյանք պակաս փրկեցի։ Դա մինչև հիմա ինձ տանջում է։ Տրոլեյբուսում եղած 92 հոգուց 46-ը փրկվել է, իսկ մյուս 46-ը ոչ։ Հաջորդ անգամ դուք, պարոն Կարապետյան, հայտնվեցի քրդերի վայրում։ Դա 1975 թվականն էր և այրվում էր մարտահամերգային համալիրը։ Կպատմեք դրա մասին։ Այո, իհարկե։ Սա դժվար էր ինձ համար, քանի որ ես տրամադրել չէի հրշեջների գործին։ Ես խնդրեցի հրշեջներին, որ նրանք փոխանցեն ինձ ջուրի կողմնակը։ Մենք նորացինք հեշտացնելով հրշեջների գործը։ Ես երբեք չեմ մոռանա այդ մութ նարնջագույն կրակը և այդ ահավոր տրոփը։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, ձեր սխրանքները և ձեր անձնազրույցը չի մոռացվի։ Իմացած եղեք, որ հայ ազգը հիշում ու գալիք սերունդներին է փոխանցում ձեր հերոսական արարքները։ Շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ, պարոն Կարապետյան։ Հաղորդումը պատրաստեցին Վիվյան և Լիլիթը։